Բարև ձեզ։ Երևանի եվրոպական հավաքին պակասում էր Լուկաշենկոն, ընդ որում ճիշտ կլիներ Տիխանովսկայի ուղեկցությամբ, որովհետև նրա լպիրշությունը մեր աղետի ժամին դեռ երկար է հիշվելու, եւ դա բնավ կապ չունի Հայաստանը հապկում է թե հապկից դուրս։ Եթե կուզեք, հենց հապկում լինելն է Հայաստանին այսօր պաշտպանում Բելարուսի հաջորդ նենգությունից։ Գիտեք ինքը, Լուկաշենկոն չգիտի, որ Եվրամիություն, Եվրասիական միություն հակադրումը կեղծ է, որովհետև հենց Բելարուսի օրինակով երկիր ապրեցնելու համար պետք է բաց երկիր լինել, առանց այն կայսերապաշտության, որով պահում է իր 32-ամյա գահը բռնապետ Լուկաշենկոն։ Մեզ բան չի եղել, մոտ 4 տասնյակ երկրի պաշտոնյաներ են եկել Հայաստան, տեսել Հայաստանը հենց բաց ապրելու իրականության մեջ, վերադարձել իրենց երկրների հոգսու գործին, ինչպես դա արեցին Իտալիայի տիկին Մելոնին ու Եվրոպական հանձնաժողովի ֆոն դեր Լայենը, Երևանից մեկնելով ուղիղ Բաքու։ Մինչ այդ Լուկաշենկոյի պաշտամունքի Բաքվում էր Զելենսկին, բայց դա չի տեսնում ոչ ամենքին գցնող բայցկան, ոչ էլ Արցախի կորուստը բացահայտած ռուսական քարոզչամեքենայի գլխավոր իդեոլոգ Դուգինը։ Իսկ Երևանում լինելը տեսակ ինչ հիստերիա հարուցեց հակայի քարոզիչների Օլիմպիոսում։ Հետևությունը մեկն է, Բաքվի դեմ երբեք էլ չեն համարձակվել ատամ կրճտացնել, ինչպես դա արվում է Հայաստանի դեմ, այնպես որ Լուկաշենկոն այդ փարիսեցիության ընդամենը լակմուսի թուղթն է, բայց մենք երբեք չենք ասի, Բելարուս ժողովուրդը փախչելու տեղ չունի։ Եվ ով գիտի, միգուցե հենց հայկական երաշխիքի կարիքն է լինելու Բելարուսի վերջին բռնապետի հրաժեշտի ժամին։ Հաջողություն։